Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօր մենք ձեզ կտանենք Հայաստանի ամենահարավային եւ ամենառազմավարական մարզերից մեկը՝ Սյունիքի մարզ։ Այն սահմանակից է Վայոց ձորի մարզին հյուսիսից, Ադրբեջանին արևելքից, Նախիջևանին արևմուտքից, իսկ հարավից Իրանին։ Սյունիքը կարևոր դեր ունի Հայաստանի համար, քանի որ ապահովում է մեր երկրի կապը Իրանի հետ։ Մարզը լեռնային է, բնությունը հարուստ ու բազմազան։ Սյունիքի տարածքը մոտ 4500 քառակուսի կիլոմետր է և այն Հայաստանի երկրորդ ամենամեծ մարզն է։ Սյունիքի մարզի մարզկենտրոնն է Կապանը, շուրջ 45000 բնակչությամբ։ Այստեղ գտնվում են Վահանավանքը, միջնադարյան կարևոր վանական համալիր, Հալի ձորի բերդը, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, Ողջի գետը և ազգային պատմական նշանակություն ունեցող Խուստուփ լեռը։ Կապանը հայտնի է նշանավոր անձանցով, զինվորական, պետական և մշակութային գործիչներով։ Այստեղ են գտնվում Զորաց քարերը, Քարահունջը, հնագույն աստղադիտարանը, Սիսիանի պատմության թանգարանը, Սուրբ Հովհաննես եկեղեցին, Շաքիի ջրվեժը, Հայաստանի ամենահայտնի ջրվեժներից մեկը և Որոտան գետը։ Հաջորդ տաղավարն է Գորիս քաղաքը, մոտ 17000 բնակչությամբ։ Գորիսը հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ և պատմամշակութային արժեքներով։ Այստեղ են Հին Գորիսը, քարանձավային բնակավայր, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Աքսել Բակունցի տուն-թանգարանը, Քարե բուրգերը և Վարարական գետը։ Գորիսը հայ մեծ գրող Աքսել Բակունցի ծննդավայրն է։ Խաչարյան քաղաքը հայտնի է իր հանգարությունաբերությամբ։ Այստեղ է գործում պղնձամոլիբդենային կոմբինատը, որը մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության մեջ։ Քաղաքը շրջապատված է գեղեցիկ լեռնային տարածքներով և պատմական խաչքարերով։ Այստեղ կարելի է տեսնել Մեղրի բերդը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, հին թաղամասը, ավանդական ճարտարապետությամբ, արևադարձային այգիներ և մոտակայքում հոսող Արաքս գետը։ Սյունիքը ոչ միայն ռազմավարական կարևոր մարզ է, այլ նաև պատմության, մշակույթի և բնության եզակի համադրություն։ Սա մարզ է, որտեղ անցյալը, ներկան և ապագան քայլում են կողք կողքի։ Սյունիքը աշխարհագրական մեր հայրենիքի ողնաշարն է, առանց որի Հայաստան գոյություն ունենալ չի կարող։